Համակարգի ուժը վստահության մեջ։ Այս խորագիրն էր ընտրվել ներքին գործերի նախարարության ձեռքբերումների ու գրանցած արդյունքների նոր ռազմավարական ուղղությունների շուրջ ապրիլի 10-ին կազմակերպված տարեկան համաժողովին։ Արդեն երկրորդ տարին է, ինչ ներքին գործերի նախարարությունը կազմակերպում է տարեկան համաժողով քննարկելու գրանցված հաջողությունները, համատեղ դիտարկելու առկա խնդիրներն ու նախանշելու դրանց լուծումները։ Ներկային ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Հայաստանում միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին օրենսդիր եւ գործադիր մարմինների, ինչպես նաեւ ներքին գործերի նախարարության միջազգային գործընկեր կառույցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Անդրադառնալով համաժողովի խորագրին, ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը առաջնային նշանակություն ունի, քանի որ համակարգի ուժը վստահության մեջ է։ Վստահություն թե սեփական անձի, թե համակարգի, թե ժողովրդի նկատմամբ եւ վստահություն ժողովրդից եկող։ Նրա խոսքով բարեփոխումները պետք է լինեն նպատակային, հետևողական եւ ուղղված հանրային շահին, ապահովելով շարունակական զարգացում եւ տեսանելի արդյունքներ։ Միաժամանակ անդրադառնալով փոփոխությունների ընթացքին, նախարարը նկատել է, որ խնդիրների լուծման գործընթացը ինքնին բերում է դրանց բնույթի փոփոխության։ Երբ համակարգը սկսում է հաղթահարել խոշոր մարտահրավերները, ի հայտ են գալիս նոր խնդիրներ, որոնք նախկինում կարող էին աննկատ մնալ մեծ խնդիրների ստվերում։ Անդրադառնալով ծառայությունների մատուցմանը, Արփինե Սարգսյանը շեշտել է, որ որևէ հանգամանք չի կարող խոչընդոտել համակարգի անընդհատ աշխատանքին, իսկ գրանցված հաջողությունները թիմային համատեղ ջանքերի արդյունք են։ Ներքին գործերի նախարարության համակարգը շարունակում է աշխատել եւ հետեւողականորեն լուծումներ գտնել բարձրաձայնված խնդիրներին, նախանշել նոր հավակնոտ ուղղություններ եւ նշաձողեր, ասել է նախարարը։ Խոսելով կառուցվածքային եւ մտածողության փոփոխությունների մասին եւ կարեւորելով այսպիսի ձևաչափով քննարկումները, նախարարը վստահեցրել է, որ համակարգը ունի առկա մարտահրավերներին դիմակայելու բավարար ներուժ, խնդիրները ախտորոշելու համարձակություն, փոփոխությունների գնալու փորձառություն եւ արդյունավետ լուծումներ առաջարկելու հանձնառություն։ Նախարարը նաեւ շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ընդգծելով նրանց կարևոր դերակատարությունը համատեղ լուծումների ձևավորման եւ բարեփոխումների առաջմղման գործում։ Իր ելույթում Հայաստանում միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին բարձր է գնահատել ներքին գործերի նախարարի եւ նախարարության թիմի առաջնորդությունը համակարգի բարեփոխումների իրականացման գործընթացում, նշելով, որ տեսանելի է հանրային աճող վստահությունը եւ ծառայության արդյունավետության բարձրացումը։ Նա վերահաստատել է միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հանձնառությունը աջակցելու ներքին գործերի նախարարության բարեփոխումներին, հատկապես ներառականության եւ համակարգի դիմակայունության ամրապնդման ուղղություններով։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է 2025 թվականին ներքին գործերի նախարարության կողմից իրականացված լայնածավալ բարեփոխումները, ուղղված համակարգի հզորացմանը, կարողությունների զարգացմանը եւ ծառայությունների որակի բարձրացմանը։ Տեղի են ունեցել նաեւ պանելային քննարկումներ կանանց առաջնորդության, համայնքային մասնակցության միջոցով հանրային անվտանգության ամրապնդման, ինչպես նաեւ կրթության, մասնագիտական զարգացման ու մարդկային կապիտալին վերաբերող հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։ Համաժողովն անցկացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող IGS ծրագրի շրջանակում, որն իրականացվում է միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կողմից։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցներում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։
Կառավարությունն իրազեկում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։